Պարոն Դանելյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների, ավեշուց մեր զրույցի երկու մասի բաժանենք, ես մի քանի հարցեր կտամ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, նաև ձեր խոսքը կամփոփեք Երևան քաղաքի հետ կապված ինչ թեմաները կառաջացրել, որոնց կուզեք անդրադառնալ։ Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը այս օրերին մենք տեսնում ենք, որ ընկած է մարզերով, իրենց քարոզն են իրենք իրականացնում, իհարկե տեսնում ենք, որ շատ մարզերում մեր արժանապատիվ հայրենակիցները ուղղակի ընդառաջ չեն գալիս, դուռ են շրխկացնում իրենց դեմքին, դրանով իսկ ցույց տալով իրենց անհանդուրժողականությունը, դրա նաև ինչ որտեղ հունից հանում է Նիկոլ Փաշինյանին, բղավում է 3 միլիոն վարչապետերից ոմանց վրա։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, վերջին բղավոցի միջալից պայմանավորված էր նրանով, որ քաղաքացին ուղղակի իրեն, դե գիտեք, իրենք սիրում են ասֆալտով կերակրել ժողովրդին, ուղիղ ասած, որ հանուն արդարության այս ասֆալտը ձերորոք չի արվել, ինքն էլ հունից դուրս եկավ, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, վերջին կառավարության նիստից հետո էլ լրագրողներին ասած, Արցախ բառի գործածումը այլևս պատերազմի հող եք նախապատրաստում, անկախության հռչակագիրը սահմանադրությունից դուրս է գալու, խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար, սրանք, որ այդ մահվան ավտոբուսով սկսել են երթեր անել Հայաստանի մարզերում, սա մի բանի մասին է խոսում, սրանք արդեն գիտեն իրենց իշխանության ավարտի մասին, սրանք արդեն հասկացել են, որ սրանց օրերը հաշված է, իրենք հենց այնպես չի, որ հելել ընկել են դռնեդուր ժողովուրդ, այս մարդիկ իրենց համար ուրեմն սոցիոլոգիական հարցումներ են արել ու տեսել են, որ իրենց վիճակը շատ վատ է, իրենց հեղինակությունը ընկած է, բացասական ռեյտինգը ավելի բարձր է ու իրենց նորից եմ ասում անցնելու կամ իշխանություն դառնալու հավանականությունը ձգտում է 0-ի։ Դրա համար էլ ընկել են ուրեմն քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, դռնից դուռ իբր թե քարոզություն չեն անում, իբր թե ժողովրդի հետ հանդիպումներ են անցկացնում, բայց սա ուղիղ քարոզություն է։ Ուղղակի անունը քարոզություն չի, բայց իրանց արարքը, իրանց արածը դա ամբողջության քարոզություն է։ Եվ ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ իր պահվածքը, կոնկրետ այդ մի հոգու պահվածքը, դա խոսում է նրա մասին, որ ինքը հիստերիայի մեջ է ընկել ու ժամանակ առ ժամանակ չի տիրապետում ինքն իրեն, իր էմոցիաներին, իր հիստերիաներին չի տիրապետում, հունից դուրս է գալի, դա նորից եմ ասում, խոսում է նրա մասին, որ բոլոր հարցումներով այս մարդիկ ամենացածր ռեյտինգ ունեն իրենց իշխանության, իրենց կառավարման 8 տարիների ընթացքում։ Այն մնացած հարցումները, թե իբր ամերիկյան այս կազմակերպություններն, մի կազմակերպությունը 24%, չգիտեմ ինչքան առաջի տեղ, դա պատվիրված, դա հորինված թվեր են, որովհետև եթե անգամ հիմք ընդունեն 24%, դա էլ արդեն նախկին 54%-ը չի, դա էլ արդեն 18 թվականի 70-80% չի, դա 24% է, դա 24%-ը, որը ասել են իրենց հարազատ, իրենց ընկեր քաղաքական ուժի, Ամերիկայում քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից պատվիրած սոցիոլոգիական հարցումը։ Հիշեցնեմ, որ ԿՊԱ-ականներից մեկը ասեց, որ մենք հանրապետ Ամերիկայի ուրեմն այն կառույցը, որը պատվիրել է, որ կազմակերպել է այս սոցիոլոգիական հարցումը, մեր հետ գործընկեր են, մեր հետ մտերիմ են, մեզ հետ մոտ են։ Ուղղակի այդ գործչանունը չեմ հիշում, որ հայտարարեց ԿՊԱ-ականի։ Ասել ես ինչ է, այս հարցումները, նույնիսկ այս հարցումները պատվիրված հարցումները, պատվիրված էլ թվեր են գրել։ Մնացած առումներով, այո, այս մարդկանց հեղինակությունը, ռեյտինգը, այս մարդկանց ուրեմն վարկանիշը արդեն պլենտուսի մակարդակի է, արդեն ընկել է։ Արդյոք դրանով այդպես է, որովհետև մենք տեսնում ենք, հեսա մի քանի կադրեր կդնենք, թռվռում են, երգում են, պարում են, ուրախանում են, քեֆ են անում, տժում են, ու այս ամենին զուգահեռ Նիկոլ Փաշինյանն ասում է ես ձիգ եմ, բա որ ձիգ ես նաև հարց են ուղում, ինչու ես քո դիմախոսներին տանում կալանքի, բանտում, այսպես ահաբեկում։ Վախերից ելնելով է տանում։ Ձիգ մարդը չի խոսում իր ձիգության մասին, գործով է ձիգելնում։ Ձիգ մարդը Հայաստանի ներսում չի ձիգելնում, դուրսն էլ է ձիգելնում։ Ձիգ մարդը մեր եկեղեցիականներին չի կալանավորում, բարերարին չի կալանավորում։ Ձիգ մարդը Ալիևին է հաթաթատալի, Ալիևին է պատասխանում։ Ձիգ մարդը կարողանում է միջազգային հարթակներում ոչ թե գնան Բամբասի մեր եկեղեցիականների, հոգևորականներից մեր եկեղեցու սպասավորներից, այլ ձիգ մարդը այդ միջազգային կառույցներում պետք է կարողանա այս երկրի վարկանիշը բարձրացնի, բարձրացնելով այդ հոգևորականների վարկանիշը, խոսալով դրական այդ հոգևորականների մասին եւ ընդհանրապես հայերի մասին, դա լինի գործարար, լինի բարերար, լինի հոգևորական, այլ ոչ թե գնա դուրս ու սկսի բամբասել կանացի բամբասանքով։ Իրա ի ձգության մասին է խոսքը։
ինչ ասես, տրանսի մեջ ընկած ժողովուրդ, էլ տրանսի մեջ։ Տրանսը գիտեք ինչա։ Հոգեվարքի մեջ են ընկել։ Սրա զուգահեռ մի հատ ուրիշ տեսանյութ է որ դնեիք, եթե ունենայիք, լավ կներեն, կարգին սկեչեր կային, այնտեղ էլ հիշում եք մի հատ կադր կար, որ հոգեբուժարանի մեքենայի մեջ այնտեղ էլ այդ հոգեկան այդ առողջություն խնդիր ունեցող մարդիկ էին, ցես ծավ տալու այդ նույն ձևով ապարում։ Հայկ Մարությանի ականջը կանչի։ Հիմա այս ամեն ինչը վաղով է պայմանավորված, թե իրենք վստահ են եւ գիտեն, որ ինչ է լինի, իրենք վերընտրվել են, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն մամուլում ասում են, որ ասում են վստահ են, որ ջախջախի չափտնենք եք տանելու Երևան իրենց խաղնիստի ժամանակ։ Մարիամ ջան, իրենք ջախջախից պարտություն են տանում, ջախջախիչ, ջախջախվելու են։ Այս ժողովուրդը չի հանդուրժելու սրանց, այս անգամ։ Հայ ժողովուրդը սրանց ջախջախելու է, սրանց իրենց մի մանդատով հայ քաղաքացին, Հայաստանի քաղաքացին իր մեկ մանդատով սրանց ջախջախելու է, ուղարկելու է պատմության աղբանոցը։ Սրանց տուն էլ չի ուղարկելու, պատմության աղբանոցն է ուղարկելու։ Սրանք իշխանությունից հեռանալու են, բայց Հայաստանից չեն հեռանալու, ժողովուրդ ջան, որովհետև սրանք պատասխան են տալու, սրանք չպետք է հասցնեն Հայաստանից հեռանան, բայց իշխանությունից հեռացվելու են։ Միանշանակ ու ձեր միջոցով են հեռացվելու, ձեր օգնությամբ են հեռացվելու, ձեր քվեով են հեռացվելու, ձեր մեկ քվեով։ Ու քանի առիթն ասեմ, հանգարց չհավատակ այն մարդկանց, ովքեր կասեն թե ամեն ինչ որոշված է։ Ոչ, ամեն ինչ նոր է որոշվելու ու ամեն ինչ դուք եք որոշելու, դուք ձեր մեկ ձայնով, ձեր մեկ քվեով, ձեր տանից դուրս գալով, օրվա մեջ 20 րոպե, 30 րոպե տրամադրելով ընտրատեղամաս գնալով, դուք եք ջախջախելու իրանց։ Դուք ձեր որոշումներով, ձեր քայլերով, ձեր քվեով։ Վերջերս կայացավ Հայաստան Դաշինքի մեծ համագումարը, որտեղ երկրորդ նախագահը հստակ հայտարարեց, որ ինքը չի հանգստանալու մինչև այս չարիքից չազատվեն, ինքը չի հանգստանալու մինչև այս իշխանությունը պատասխանատվություն չկրի Արցախը կորցնելու, Արցախի հետ կապված ամեն ինչը ուրանալու եւ իհարկե նաեւ մեր հազարավոր հայրենիների մահվան համար։ Ինչ է կարծում, սա ազդեցություն կունենա ժողովրդի կողմից, այսպես ասենք, գնա ժողովուրդը սրան ընթരാճ, թե ամեն դեպքում սոցիալական խնդիրներն են ավելի շատ ուզում, իմիջիալից սոցիալական խնդիրներին էլ անդրադառնալով նախագահը հիշեցրեց իր կառավարման տարիներին թոշակը ինչպես է բարձրացել եւ որը հնարավոր է անել եւս մեկ անգամ եւ այլ բազում խնդիրներ լուծել։ Նախ ես ստորագրում եմ նախագահ Քոչարյանի ասած բոլոր նախադասությունների եւ խոսքերի տակ, մտքի տակ, ես համաձայն եմ իր հետ, իր ասած ուրեմն բարերի նորից եմ ասում եւ ընդհանրապես մտքի հետ համաձայն եմ, այո, պետքա պայքարել միջև վերջ ու այնքան ժամանակ միջև սրանք հեռացվեն։ Մեկ օրից կլինի, մեկ շաբաթից կլինի, մեկ ամսից կլինի, թե հունիսի 7-ից հետո կլինի։ Պետքա պայքարել, որ սրանց հեռացվի։ Ու դա պետքա արվի, այո, օրինական ճանապարհներով։ Պետքա արվի ժողովրդի հետ միասին։ Ու մենք կարող ենք դա միասին անել, ժողովուրդ։ Եվ անդրադառնալով ուրեմն թվերին ու փաստերին, ես ուզում եմ մի երկու թիվ ասել այսօրվա եւ նախկին տարիների համեմատության մեջ, որ պատկերավոր լինի։ Ուրեմն տեսեք, հարգելի հայրենակիցներ, այն փորձը, որ ունի նախագահ Քոչարյանը, ինքն էլ ասեց, որ իր քաղաքական դաշտում հայտ ներկայացրածներից կարծես թե բոլորը ոչ բոլորը ունեն կամ ոչ մեկ չունի։ Այդ մարդը կառավարման 10 տարիների ընթացքում անվտանգության մասով մենք անվտանգ ենք եղել։ 5000 երիտասարդ 5000 լույս չի մարել, ինչ որ մարեց սրանց իշխանությունների ժամանակ։ 1998-2008 թվականներին մեր հայրենիքը 42000 կիլոմետրանոց տարածք էր, 42000 կիլոմետրանոց հայրենիք էր։ Այսօր այդ հայրենիքից մնացել է 28-29000։ Անվտանգության առումով հանգիստ ենք եղել, գլուխներս հանգիստ ենք բարձին դրել, հպարտ ենք եղել, գլուխներս բարձր ենք պահել, որովհետև երկրի անունից, ժողովրդի անունից խոսացող կար դուրսը, որի համար մենք հպարտանում էինք, որի խոսքից Ալիևը գլուխը կախում էր, եւ ոչ թե հաթաթայել տարի, ինչպես հիմա, հարբեցող ծաղրածու էր ասում ինչպես հիմա, մարդ, որի վարած դիվանագիտության արդյունքում հայոց ցեղասպանությունը 13 պետություն ճանաչել է։ Մարդ, որը չի ամաչել ու չի ուրացել Արարատ սարը, ցեղասպանությունը,
Արցախ բառից չի ամաչել, ինչ որ սրանք են ամաչում։ Ինչ վերաբերում է տնտեսական մասով թվերին, ուրեմն հիշեցնեմ 2018 թվականին, երբ որ սրանք եկան իշխանության, Հայաստանի պետական պարտքը կազմում էր 6.5 միլիարդի սահմաններում։ 2008 թվականին, երբ որ նախագահ Քոչարյանը թողեց իշխանությունը, մեր պետական պարտքը կազմել է 1.5 միլիարդ, պլյուս մինուս 1.5 միլիարդի սահմաններում։ Բայց հիշեցնեմ, որ ինքը պետական պարտքը վերցրել է 1.2 միլիարդով։ Այսինքն 10 տարիների ընթացքում 300 միլիոնի չափ է ավելացել մեր պետական պարտքը, բայց այդ ընթացքում մեր տնտեսությունը զարգացել է 6 անգամ, 6 2 միլիարդ հնան դարձել է 12 միլիարդ։ Հայաստանի բյուջեն եղել է 300 միլիոն 1998 թվականին։ Հիշեցնեմ, որ այսօր Երևանի բյուջեն 400 միլիոն դոլար է։ Հայաստանի բյուջեն եղել է 300 միլիոն եւ Քոչարյանի օրոք Հայաստանի բյուջեն 2.5 միլիարդի է հասել։ Աշխատավարձերի մասով նույնը կարեմ ասեմ, թոշակների մասով նույնը կարամ ասեմ, որ 6 անգամ ավելացել է։ Աշխատավարձերը 6-7 անգամ ավելացել են։ Թվերով, փաստերով կան, դուք էլ տարիներում ապրել եք։ Հիշեցնեմ, որ 3 տարի 2004, 2005, 2006 թվականներին արտագաղթ չկար, հակառակը ներգաղթ էր։ Եվ մարդիկ գալիս էին Հայաստան աշխատելու համար։ Շինարարները Ռուսաստանից գալիս էին Հայաստան աշխատելու համար։ Մեկը իմ հայրը շինարար է եւ 90-ականներից գնում էր ուրեմն արտագնա աշխատանքի 2003, 2004, 2000 մինչև 7 թվականները ուրեմն Հայաստանից չի գնացել, աշխատել է Հայաստանում, որովհետև այստեղ աշխատանք կար ու բարձր վարձատրվող աշխատանք էր։ Շինարարի աշխատանքը ուրեմն գնահատված էր ու բարձր վարձատրվող էր։ Եվ ամենացածր արտագաղթը ընդհանրապես այս 30 տարիների ընթացքում եղել է նախագահ Քոչարյանի օրոք 129,000 հոգի, եթե թիվը ճիշտ եմ հիշում։ Սա խոսում է նրա մասին, որ ուրեմն համեմատության մեջ դնելու չի նախագահ Քոչարյանի իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, համեմատության մեջ դնելու չի նախագահ Քոչարյանի թիմը եւ Նիկոլ Փաշինյանի թիմը, եւ համեմատության մեջ դնելու չի նախագահ Քոչարյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Շատ լավ, եւ քաղաքային խնդիրները հավաքանունիստներ անցած շաբաթ բավականին, այսպես ասենք, լարված մտնոլորտում էր, խնդրեմ ինչ կառաջնացնեք։ Ուրեմն այդ ինչպես ազգային ժողովումը ուրեմն լարված ու ինչպես իրենք են եկել հիստերիայի մեջ ընդդիմության հեղինակությունից ելնելով ես ասում եմ արդեն ընդդիմադիր 3 հիմնական ուժերի մասին այս մարդիկ ընկել են հիստերիայի մեջ ու իրենց հիստերիաները ցույց են տալի թե ազգային ժողովում թե Երևանի քաղաքապետարանում այս պարագայում Ուրեմն իրենք չեն տիրապետում եւ Երևանի քաղաքապետարանում արդեն Երևանի քաղաքապետարանը դարձել քաղաքական կառույց, քաղաքական մարմին Երևանի ավականին եւ այնտեղ քաղաքային խնդիրների հիմնականում որ պետք է քննարկվի քաղաքային խնդիրները, քաղաքական խնդիրներ է քննարկվում ու մարդկանց արդեն քաղաքական ելույթներով են անդրադառնում եւ արդեն անձնական են փորձում անդրադառնալ եւ վիրավորել։ Ինչը պատահեց նաեւ փորձում էին անել իհարկե, չստացվեց իրենց մոտ, փորձում էին անել իմ հետ։ Այս ուրեմն նիստի ընթացքում քննարկվել է 25 թվականի Երևանի ուրեմն բյուջեն, կատարողականը եւ զարգացման ծրագիրը, որի ընթացքում նաեւ եղան նորից եմ կրկնում քաղաքական թեմաներ, քաղաքական ելույթներ, այնինչ Երևան քաղաքը տեսանք ձմռվա ընթացքում թե ինչ կատարվեց Երևան քաղաքի հետ, որը միջև հիմա չի կարգավորվել, չի լուծվել, ասֆալտը ձյան հետ հալեց գնաց։ Ձյան հետ հալեց գնաց։ Էլ չեմ ասում, որ այս վերջերս էլ անձրև էր եկել եւ այդ անձրևից էլ լճեր էր գոյացել, կոնկրետ մի դեպքը հենց Իսակով Պողոտայի կամուրջի տակ, Բաբաջանյան փողոցի, ուրեմն այդ կամուրջի տակ լիճ էր գոյացել։ Գետ էլ չէ, լիճ էր գոյացել։ Ուրեմն այս մարդիկ այդ հեղեղատարները չեն մաքրում։ Անձրևը գալիս է Երևանի փողոցները դարձնում է գետեր, լճեր, ծովեր, օվկիանոսներ։ Իրանք այդ հիմնական խնդիրները թողած քաղաքային, ընկել քաղաքական հայտարարություններ են անում։ Ուրեմն Իսակովի այդ կամուրջի տակ Բաբաջանյան փողոցի մասին է խոսքը եւ Մաշտոցի Պողոտայի ուրեմն Փակշուկայի հարևանությամբ թունելի տակ ուրեմն եւ Իսակով Պողոտայի մյուս կամուրջի տակ, որը Երևանյան լճի մոտ է գտնվում։ Երևան քաղաքում մի քանի այդպիսի տեղեր կան, որտեղ անձրևից հետո լճեր են գոյանում։ Փոխանակ այս մարդիկ հեղեղատարները մաքրեն, փոխանակ այս մարդիկ հեղեղատարների տրամագծերը մեծացնեն,
Փոխանակ այս մարդիկ ասֆալտի հարցերը լուծեն։ Նրանք Նիկոլ Փաշինյանին ռուսերեն ասած բուքսիր են անում։ Օգնում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրանա, ԿՊ-ի վարկանիշը բարձրանա, որպեսզի կարողանան հունիսի 7-ին ինչ որ ձայներ ստանան ժողովրդից։ Հարգելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ եւ ընդհանրապես հայաստանցիներ, այս մարդիկ սպառվել են։ Այս մարդիկ 8 տարի ոչինչ չարեցին։ Ինչ խոստացան, չեն արել։ Հիմա Երևանի մակարդակով, Երևանի մասշտաբով ասեմ, այս մարդիկ ուրեմն Տիգրան Ավինյանը կոնկրետ։ Ուրեմն Գարեգին Նժդե 56A շենքի բնակիչներն, դա հանրակացարանն է, կանվորն ու հանրակացարանն է։ Գնացել, խոստացել է, դա եղել է 22 թվականը։ Գնացել խոստացել է եւ որ ասել է ձեր հանրակացարանի հարցը կլուծեմ։ Չի լուծվել։ Այսօր 26 թվականն ենք։ Հանրակացարանը վթարային հանրակացարանը։ Վարդաշենի երկու հանրակացարանների ժողովուրդը էլ արդեն տեղ չմնաց որ դիմեն, էլ քաղաքապետարան, էլ կառավարություն։ Այս մարդկանց հարցը չի լուծվել։ Վերջի անգամ խոսացել են մեկ ամսվա մեջ այդ մարդկանց հարցը լուծեն։ 160 տնտեսություն ապրում է աշխատող ռումբի վրա։ Ցանկացած պա այդ շենքերը կարան փլուզվեն։ Բայց արդեն 3-4 տարի առաջ խոսք են տվել, որ այս մարդկանց հարցը կլուծեն, 26 թվականին դեռ չեն լուծել։ Այդ մարդկանց չեն տեղավորել։ Նույնը նաև կանվոլու հանրակացարանի մասին։ Խոսք են տվել, որ կտեղավորեն այդ մարդկանց, ընդեղ էլ ապրում է 200-ից ավել տնտեսություն, 200-ից ավել ընտանիք, այսինքն 700 հոգի։ Ու այդ հանրակացարանի հարցը չի լուծվել։ Ուրեմն 2023 թվականին, սրա մասին ես նաև ավականունիսի ժամանակ եմ խոսել։ 2023 թվականին ամռանը նախընտրական շրջան Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։ Ուրեմն զեկուցումը ասեց գեղեցիկ ծրագրերից է խոսում։ Ասում է մի հատ Խորեն Գրիգորյան անուն ազգանունով այնտեղ վարչության պետ կար, որը հիմա փորձում էր դառնալ, չգիտեմ, դառնալու է ցուցակի անդամ թե չէ, ուզում էր դառնալ երևի թե падգամավոր։ Հիմա եկար ազգային ժողով խփել Աստվածաշանի։ Ուրեմն խոսում էր ծրագրերից, ու այդ ծրագրերը մնացին տենց եթերում ու թղթի վրա։ Ասում էր բանկական երկաթուղու թունելները կառուցվելու են։ Նախագծով գտան, գումարը հատկացրեցին 9 միլիոն դրամ։ Այդ թունելները չի ուրեմն նախագծվել կամ նախագծվելա չգիտեմ, բայց չի վերանորոգվել ու չի վերանորոգվելու, որովհետև այդ թունելների վերևը կենտրոնական պոչտայի, գլավ պոչտայի շենքն է, որը քանդվելի է ու փոխարենը 50 հարկանի շենք է կառուցվելու։ Բայց երևանցիներին ասում են արդեն բանը այնտեղ նախագծող են գտել, այս այնտեղ այդ բանը ուրեմն թունելները բարեկարգվելու է, նորոգվելու է, գեղեցկանալու է եւ այլ եւ այլ։ Չեն արել։ Ուրեմն 2023 թվականի օգոստոսին Երևանի մետրոպոլիտենի Facebook-յան էջում գրառում գնաց, որ հեսա մետրոպոլիտենի վագոնները թարմացնելու ենք, շարժակազմերը նորացնելու ենք։ Ուրեմն հարցում եմ կատարել Երևանի քաղաքապետարանին, Տիգրան Ավինյանին, ասել եմ, այս վագոնների մասով ինչ է արվում։ Պատասխանը եկել, որ 74 միլիարդ դրամ գումար է պետք այդ վագոնները 45 վագոն կամ 15 շարժակազմ ունենալու համար, նոր շարժակազմ։ Ու այդ շարժակազմի մասով Ծի գրասենյակի ղեկավարին հարց են տվել, ուրեմն պատասխանը այսպեսին է, որ պետքա գումար հատկացվի կառավարությունը, պետքա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի երբ որ քեֆը տա գումար հատկացնի, կարող է այդ հարցը լուծվի։ 26 թվականի մարտն ենք, վագոնները չի թարմացել, վագոնները չի նորացել։ Դե մետրոպոլիտենի կառուցման մասին չեմ խոսում։ 7-8 անգամ խոսք են տվել, որ մետրոպոլիտենի Աչափյան կայարանը կառուցվելու է 26 թվականին չի կառուցվել ու չի կառուցվելու առաջիկայում, որովհետև վերջի իրենց տված խոստումը 31 թվականն է։ Ուրեմն էլի խոստումների մասին խոսեմ։ Ուրեմն նույն գործակարգավարականներից մեկի ժամանակ խոստացան, որ Երևանի Կիևյան կամուրջը վերանորոգվելու է։ Ուրեմն դրա մասին մի քանի գործակարգավարականի զեկուցվում էր, որ արդեն այս փուլում ենք, արդեն նախագծող են գտել։ Ժողովուրդ ջան, 2026 թվականի մարտն ենք։ Կիևյան կամուրջը չի նորոգվել, չի վերանորոգվել։ Վերջի անգամ Կիևյան կամուրջը վերանորոգվել է 2000-ականներին։ Լինսի հիմնադրամով։ Երբ որ այդ կամուրջը մի քանի ամիս փակվել էր, երթևեկությունը փակվել էր, որպեսզի վերանորոգվեր այդ կամուրջը։ Դա եղել է Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Ուրեմն Միասնիկյան պողոտայի մասով զեկուցեցին, թե հեսա դարձափոխային ճանապարհ ենք սարքում Միասնիկյան պողոտան, որպեսզի բեռնաթափվի այդ պողոտան։ Առավոտը իջնելուց բեռնաթափվի, այսինքն 3 ուրեմն երթևեկելի գոտին դառնա 4 երթևեկելի գոտի, մեջտեղի այդ հատվածը շարժական պետք է լինի։ Երեկոյան պետքա փոխվեր բարձրանալու մասի մեծանալ, որպեսզի խցանումներ չառաջանար։ Ժողովուրդ ջան, դա զեկուցվել է 2023 թվականի օգոստոսին, այսօր 2026 թվականի մարտն ենք։ Փոխվել է թե չէ, հələ ասեք։ Հերթական խոստումներից է դա իրենց։ Խոստումներ, որ տվել են ու չեն կատարել։ Ավտոբուսների մասով Տիգրան Ավինյանը
3 թվականի սեպտեմբեր ամսվա գործակարգավարականներից մեկի ժամանակ ուրեմն խոստացա, որ հեսա 250 ավտոբուս է գալիս։ Սեպտեմբեր ամսին Երևանը գտնում էր նախընտրական շրջանում, նախընտրական ամիս էր, քարոզարշավի մեջ էինք, Տիգրան Ավինյանն է քաղաքապետի թեկնածու էր։ Գործակարգավարականն է ինքն էր վարում։ Ուրեմն հայտարարեց, որ 1 հատ ավտոբուս, էլեկտրական ավտոբուս բերել ենք, 250 հատ է բերելու ենք։ Ժողովուրդ ջան, 23 թվականի սեպտեմբերից անցել է ինչքան, այսօր 26 թվականի մարտն ենք։ Քանի հատ ավտոբուս եք տեսել Երևան քաղաքում, էլեկտրոավտոբուս 250 հատից, քանիսն եք տեսել 18 մետրանոց ավտոբուսներից։ Չեն բերել, չեն արել։ Հիշեցնեմ եւս մեկ խոստում։ 2023 թվականի էլի ամռանը զեկուցվեց, որ Նորագավիթում այնտեղ տրանսպորտային հանգույց են կառուցելու, եւ այդ նույն Խորեն Գրիգորյանը ասում էր, «Էսա վերացնելու ենք այնտեղի սև կետը»։ Խորեն Գրիգորյան եւ մնացածներդ, եթե այս երկրում, այս քաղաքում միած սև կետ կա, դա դուք եք։ Ուրեմն այդ էստակադան չի կառուցվել։ Եվ 2026 թվականի հունվարի գործակարգավարականներից մեկի ժամանակ առաջի գործակարգավարականն էր։ Երբ որ Ծիկ գրասենյակի ղեկավար Անետա Բաբայանը զեկուցում էր այդ ծրագրից, Նորագավիթի այդ հանգույցից, Տիգրան Ավինյանը ասեց, չէ, դրա մասին մի զեկուցի, դրա մասով գումար չկա։ Կառավարությունը գումար չի տվել։ Այդ նույն ճանապարհի վրա հյուսիս-հարավի, դա հյուսիս-հարավի մի հատվածն է։ Այդ հյուսիս-հարավի վրա էլի կան խնդրահարույց հատվածներ, որի մասին էլի խոսել ենք։ Դա Գարաժմոլի հարևանությամբ գտնվող շրջանաձև երթևեկությունն է, որը պետք է լիներ էստակադա, սրանք բերել են, ուրեմն շրջանաձև երթևեկություն են կառուցել, որի պատճառով այդ տարածքում խցանումները իր հերթին, վթարներն էլ իր հերթին, ուրեմն մենք հարցում ենք կատարել, պարզվել է այնտեղ տարեկան 370-ից 380 վթար է լինում ժողովուրդ։ Պատկերացնում եք, օրը 1 վթար միջին հաշվարկով։ Բայց այս մարդիկ այդտեղ բերել են ամենաեժան տարբերակն են որոշել շրջանաձև երթևեկություն եւ վերջ։ Պետքա այդտեղ 2.5 միլիարդի սահմանում ուղղակի հյուսիս-հարավի համար բան կառուցվեր, էստակադա, որից ելնելով նաեւ այդ հատվածը կբեռնաթափվեր։ Էդ էլ չեն արել։ Այսինքն խոստումներ, գեղեցիկ խոսքեր եւ արդյունքում ոչ մի բան։ Սա ես ասեցի քաղաքի մակարդակով, Երևան քաղաքի։ Նույն խոստումները համապետական մակարդակի է։ Հիշեցնեմ մենակ մի խոստում, որ Նիկոլ Փաշինյանը 21 թվականին տվեց։ Հադրութի եւ Շուշիի ուրեմն հետ վերադարձը։ Հետ վերադարձ եղավ, թե չէ։ Նրանից հետո եղավ ուրեմն բանը Արցախի շրջափակումը, նրանից հետո եղավ Արցախի հայաթափումը։ Ինչ ասել են, արել են հակառակը։ Ինչ ասել են, արել են հակառակը։ Այնպես որ եկել է այս մարդկանց հերթական գեղեցիկ խոստումներ տալու ժամանակաշրջանը։ Իմացեք, որ առաջիկայում արդեն իրանք սկսել են իհարկե, առաջիկայում ավելի շատ են ձեզ խոստանալու, հենց ԿՊ-ն, հենց Նիկոլ Փաշինյանը։ Դուք որոշեք ինքներդ, հավատաք թե չէ։ Հավատաք հերթական անգամ խաբվեք, թե գնաք ընտրեք այս անգամ ընտրեք ընդդիմության որևէ մի ուժի սրանց մերժելու համար։ Որոշումը ձերն է։